Պահեցողությունը շտապ օգնություն չէ, այլ պահեցողությունը հարատև բուժման ընթացք է։ Բուժման ընթացք է, որը որ տևում է մարդու ամբողջ կյանքում։ Ինչու ենք մենք պահք պահում։ Եվ Պողոս առաքյալի խոսքի համաձայն պահքով նեղություն տալով մեր մարմնին զսպում ենք ցանկությունները։ Երբ որ մարմինը տկար է, այն ժամանակ մարմնի ցանկություններն էլ իրենց հերթին տկարանում են։ Մարդու գործը այս աշխարհի վրա ցանկությունների դեմ պատերազմն է։ Բոլոր պատերազմները, որ մեր մեջ կան, ծնվում են մի տեղից մարդու ցանկություններից, քանի դեռ չենք ուզում ազատվել, չենք կարող հասկանալ, որ մեր վրա իշխանություն ունենք։ Բայց երբ որ ուզում ենք ազատվել, տեսնում ենք նրանց մեծ իշխանություն, շատ մեծ իշխանություն, որ մարդու կամքը վերցնում է եւ մարդուն իր ձեռքերի մեջ դարձնում է խաղալ։ Սրանց դեմ ամենաառաջին պայքարի մեթոդը պահեցողությունը եւ աղոթքն է։